7 տարի Նիկոլ Փաշինյանն ասում է մենք թալանը հետ ենք բերելու, արդեն նոր խոսույթ է ձևավորել հատիկ առ հատիկ, կան այնպիսի հետ բերված թալաններ, որ կարելի է ժողովուրդը կարող է շոշափելի արդյունքներ ունենան, էլի ասեն այս ինչ գումարի, այս ինչ չափ է եղել ու իրենց բարեկեցության վրա ազդել է դա։ Ժողովրդի մի մասնիկն էլ ես եմ, դե որ չեմ նկատել, այսինքն ժողովուրդը ոնց կարա այդպես բան ասի, որ չենք նկատել։ Ճիշտ է պայքարը կա, ճիշտ է դատարաններում այդ գործերը կա, բայց առօրյա կյանքում մենք չենք նկատել, որովհետև թալանի մասշտաբն այնքան մեծ է, այնքան շատ են եղել չինովնիկները, թալանողները, քան թե երկրի մասին մտածողները, որ երկիրն եկել է հասել է այս վիճակին, ես ամաչում եմ ուղղակի, նրանց փոխարեն եմ ամաչում։ Իսկ այսօր ձեր կարծիքով թալան կա։ Միանշանակ դա արմատները դրա խորն է, դա շատ խորն է արմատները, ես չեմ ուզում անցնեմ կոմունիստների ժամ, կոմունիստների ժամանակվանից եկել է, շարունակվել է, այսինքն կոմունիստը մեզի լավ բան չդաստիարակեց, մեզի գողություն, թալանել, կոլխոզից թալանել, ես իմ զավոդից թալանել, այսինքն սերմերը շատ խորն է դրանց արմատները, դրանց մի անգամից Նիկոլը, եթե վերցնի Փաշինյանը, ես բան չեմ անում, չեմ ուզում մեղադրեմ իրան, ինքը շատ փոքր մարդ է, ինքը շատ քիչ է, որ կարողանա այդքան համատարած այդ թալանի դեմը կարողանա մի 5 տարում կամ 10 տարում։ Այ մի լավ կոպիտ օրինակը բերեմ, երբ որ Ստալինին մեղադրում էին, ճիշտ է ես էլ եմ մեղադրել, որովհետև իմ պապուն էլ աքսոր է, այն ժամանակ անխնա ոչնչացնում էին տենց մարդկանց, մեջները շատ լավերն են եղել, բայց թալանողներին են որ ժողովրդից, նրանք չէին հասկանում ժողովրդից են տարենանք թե պետությունից, դրանք համատարած վերացեցին և ժողովրդի մասան և ինչ-որ տեղել թալանչիների մասան, բայց ինչ-որ ձև տորմը կանացրեցին այդ բանը, այսինքն ստեղ մի հատ ամուր բռունց կա պետք, որ սեղանին խփի, որ ցույց տա, որ չէ, ես այդ գործի մեջ չկամ, ես ընդամենը թալանը հետ բերելուն եմ, բայց երբ որ ժողովրդի մեջ կասկած է առաջանում, քո խոստվածը չես կատարում, ժողովուրդը հիասթափվում է։ Նիկոլ Փաշինյանը սկզբից լավ զիլ ձեն ուներ, կարում էր ինչ-որ, բայց որ բռունց խփած չեմ տեսել իրան, ճիշտ է, ձեռքը ճղած տեսել եմ տենց կապած, բայց բռունց խփած, որ ասենք համատարած թալանին վերջ, որովհետև մինչև այսօր էլ տենում ենք, էլ քաղաքապետարանից են բռնում, էլ ես իմ թաղապետարաններից եմ բռնում, էլ տարբեր տեղերից, այսինքն հավատը մեռնում է, հավատքը մարդու մեջ միակ բանն է, որ դարերից է եկել, երբ որ այդ հավատքը մի անգամից ուզում ես այս դարերից եկած ժողովրդի մեջից մերցնես, վերացնես, դա ամենավտանգավոր բանն է, ամենավտանգավոր բանն է, սա ձեր ընտանիքը չի, որ ասենք ոնց ուզում եք ղեկավարեք ձեր ընտանիքը, սա երկիր է, երկրի մասին պետք է մտածի, չգիտեմ, երկնքից երևի եկած մարդ, որ ոչ մի բանի մեջ չկա, ոչ մեկ իրան չի կարող կասկածի ոչ մի բանում, բայց երբ որ չնչին կասկած եղավ, հնարավոր չի ժողովրդի կասկածը նորից վերացնես, նորից ժողովուրդը գա քո հետ, այսինքն մեզ նորից առաջնորդ է պետք, այսինքն մենք էլի սխալվեցինք այս առաջնորդին։ Այսօրվա ներքաղաքական պայմաններում չկան ինչ-որ մարդիկ, որոնց նայում եք, որ կանեն առաջնորդներ։ Կան, ուղղակի նրանք ոնց ասեմ, նրանք չեն երևում, ասպարեզում չեն երևում, որովհետև նրանց հարցնող չու, մենք ինչ ա եղել, մեր ազգը գիտնականներ չունի, մենք փառք Աստծո, ճիշտ է կոմունիստից մենք լավ բան չենք ժառանգել, բայց այնքան գիտնականներ ենք ունեցել, որ ամբողջ աշխարհին մատակարարել ենք, բոլորին պետք են եղել, բացի մեր ազգից, հարցը տեղ է, բոլոր աշխարհի, բոլոր երկրներին, բոլոր ազգերին պետք են եղել մեր գիտնականներն ու մարշալներն ու գեներալները, բացի մեզանից, մենք չենք կարողացել գնահատենք նրանց։ Մենք պետք է կարողանանք արժանագույն գնահատենք նրանց, այսինքն մինչև այսօր էլ ես նկատում եմ, որ ուղեղների հոսք է, ու շատ ուժեղ ուղեղների հոսք է գնում։ Եվ այս բանակից փախցնելու հետ կապված, եւ
Մարդը երբ որ այդքան սովորել է, ավարտել է ու չնչին գումարներ ես ու նրան տալիս ինչ-որ մի հատ գիտություն երկրի մեջ զարգացնի, նա զգում է, որ այդ չնչին գումարներով ինքը չի կարող իր ընտանիքը պահի եւ ոչ էլ իր ծնողին։ Ինքը փնտրում է այլ երկիր, դուրս գա այլ երկիր, որ կարողանա գոնե մի քանի կոպեկ իր ծնողին էլ ուղարկի։ Իր ծնողն էլ ապրի, բացի իր ընտանիքը, որ պետք է դժվարությունով ապրի, իսկ հիմի վերցրել են այս օրենքները, չգիտես, այսօրվա վիճակով գնում են խորհրդարան, մի հատ ինչ-որ խելքից մի քիչ պակաս է, մի հատ ինչ-որ մի բան առաջարկում է, ամբողջ օրը կորում է նրանց այդ խորհրդարանում այդ աշխատանքի վրա, այսինքն մենք վճարում ենք նրանց, որ ամեն օր ինչ-որ մի հատ բացի ժողովրդի մասին ինչ-որ հոգ տանելուց կամ այդ գերիներին ազատելուց ամեն ինչից խոսում են բացի այդ թեմաներից։ Ես ուղղակի դրա վրա եմ զարմանում, որ դա գալիս է 90 թվերից, 89 թվերից, 90 թվերից։ Այսինքն այս խառնակցությունը, որ խառնում են, որ ժողովրդի մասին մարդիկ մտածողները, որ եկել են խորհրդարան, որ այդ ժողովրդի ու երկրի ու բանակի մասին մտածեն, նրանք ուղեղներն արդեն գնում է դեպի այն ուղղությամբ, որ քանդում է երկիրը։ Հիմքից է քանդում երկիրը, այսինքն, չգիտեմ, մեր ազգը այնքան փոքր է, բայց այնքան շատ թշնամիներ ունի, որ աշխարհում մարդիկ կզարմանան ուղղակի, ոնց կարելի է, այս փոքր կուսակցության մեջ, փոքր երկրի մեջ այսքան շատ կուսակցություններ ու այսքան շատ դավաճաններ, այսինքն, ձկանը դի գլխից բռնես։ Ձուկը միշտ էլ հոտում է գլխից, և բռնելն է նրա գլխից բռնելը, և հոտելն է գլխից հոտում է։ Այսինքն մենք չունենք այն առաջնորդը ու չեմ էլ տեսնում, որովհետև այդ մարդիկ թաքնված են, իմ նման, մյուսների նման, ես էլ եմ հիասթափված թաքնված եմ եղել մինչև հիմա, որովհետև ես էլ ներկայացնում եմ Գեղազնիկ Միքայելյանին, Չաուշին, որը որ արդեն 30 քանի տարուց ավել զոհ դառավ մեր երկրի համար, որ սկսեր այն ժամանակ քաղաքացիական պատերազմը, ՀՀՇ եւ ՀԱԲ այդ ընթարումները, զոհ դառան ինքն ու Վիտյա Այվազյանը, ու նրանից հետո ես տեսամ այս տարիների ընթացքում անտարբերություն, որ իրանց հերոսներին չկարացին գնահատեին, արժանի չկարացին գնահատեին։ Նիկոլ Փաշինյանը ասում է այսօր հերոսը հարկատուն է։ Ըստ ձեզ ինչու է նման հայտարարություններ անում։ Նիկոլ Փաշինյանը խճճվել է ուղղակի տարբերելուց արդեն ոնց որ հերոսը ով է իրոք իսկականից, հերոսը ելնում է տարբեր բնակավարներում, ճիշտ է, եւ աշխատանքային հերոս է լինում եւ եկեք չխառնենք հերոսի անունը, որովհետեւ մենք սկսել ենք հերոսի անունը հիշելը Ղարաբաղյան պատերազմից հետո, իսկ դրանից առաջ եղել են աշխատանքային հերոսներ։ Դե մի կարող է հարկ վճարողն էլ դառնա հերոս, ես չեմ առարկում դրա համար, բայց չի կարելի խառնել հերոսի անունը, հերոսը իմ համար հերոսը մինչև հիմա մնացել է այդ հերոս, այդ զոհված տղեկն էին, այդ մեր եռաբլուրն է, այդ մեր եռաբլուրում էլ մարդիկ կան, որ չեն թաղվել իրանց անձնական գերեզմաններն կամ պանթեոնը ունեն դեր են թաղվել, նրանք են հերոսները։ Չպետք է խառնենք, ուղղակի Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, խճճվել է երևի, ասենք, միգուցե այդքան ճնշումներից, այսքան բաներից հետո ինձ թվում է, որ շատ բաներում ինքը հետ է մնացել արդեն, որ չի հասցնում էլի, չունի են ուժը, չունի են բանակը, որ կարողանա են թալանածը հետ բերի մի անգամից, որովհետև 30 քանի տարի են թալանը ընդամենը։ Իսկ 5 տարվա, 7 տարվա մեջ դու այդ թալանը հետ բերել, մի քիչ ոնց որ ասենք շտանգիստը գնա, ասենք ինքը կարող է բարձրացնել 200 կիլո ու բանանեն դնեն 240 կիլո, ոնց կարա բարձրացնել, այսինքն չափից ավել է, երբ որ ինքն էլ համախոհներ չունի արդեն համարյա թե ժողովուրդը ոնց որ սառած ելնի արդեն, գիտեք ինչ է, մենք 4 նախագահ փոխեցինք,
ու 4-ը նախագանել ժողովրդի մասին չմտածեցին ու ժողովուրդը շարունակեց այդպես լուր տանել այդ ամեն ինչը միջև հասնի դանակը ոսկորին հարցը տեղախի չեն արթնանում ես այդ չեմ հասկանում այսինքն Մանեթ Հանդիլյանը եթե կարա իր առողջությունը իր կյանքը նվիրաբերի մեր բանակի մեր լավ մարդկանց համար լավ մարդկանց որ մտածել են ժամանակին Ղարաբաղի այսինքն Մանեթ Հանդիլյանից ենկոմ իրանց զինակից ընկերները չեն դրանք Լևոն Տեր-Պետրոսյանից բռնած Սերժ Սարգսյանից վերջացրած մյուսներին ես անունները չեմ ուզում սա բոլորի տամ բայց նրանց մարտական ընկերներն էլ են չէ թող այն sense մի հատ մեծ sense տարածք վերցնեին ու նստեին հացադուլի այսինքն նրանց ախորժակը այնքան մեծ է որ նրանց ունեցվածքը նրանց թալանը այնքան մեծ է որ նրանք չեն կարա էդի թողեն կան նստեն Մանեթ Հանդիլյանի կողքը նրանք որովհետև ամեն օր ուտել են ուզում նրանց համար էլ մարտական ընկերներ գոյություն չունեն դրանք ժամանակի բաներ անցավ գնաց իրանք գործը սև գործը կատարեցին գցեցին Նիկոլի ջեբ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն էլ անփորձ ես գիտեք ինչ ես չեմ մեղադրում Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի Նիկոլ Փաշինյանին ով որ հրահրեց ով որ ջեբը գցեց այդ մոմենտը ես դրանից եմ այսինքն երկրի մասին այսքան մտածմունք չունեին նրանք թե ում ձեռնանգնելու ղեկը այս երկրի ես էլի եմ ասում սա ընտանիք չէր սա մի մեծ երկիր էր